Այո իրավական պետությանը, արդարություն, 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 արդարություն։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, շնորհակալ եմ բոլորին այսօր այստեղ ներկայանալու համար, բոլորի համար երևի թե պարզ է ինչի համար ենք հավաքվել այստեղ։ Հիմա ես կբարձրաձայնեմ ոստիկաններին, ինչպես նաև այդ լիազոր անձանց, որպեսզի իմանան հավաքի նպատակը եւ այստեղ այսքան մարդկանց ինչ է հետաքրքրում։ Ուրեմն նախ եւ առաջ ներքին գործերի նախարարի կամ առնվազն ոստիկանապետի մակարդակով այսօր մեզ պետք է պարզաբանեն ինչու մինչև հիմա Տիգրանի խոշտանգված ոստիկանները ձերբակալված չեն։ Առնվազն պետք է պարզաբանեն ինչու Տիգրանի խոշտանգված ոստիկանները ձերբակալված չեն եւ ինչպես են նրանք այսօր կարողանում շարունակել պաշտոնավարել։ 1. Երկրորդը պետք է պարզաբանվի ինչ իրավական գործընթացներ է նախաձեռնում կոնկրետ իմ կամ Տիգրանին աջակցող այլ անձանց նկատմամբ, ինչ խոշտանգումներ, ինչ Կարճ ասած ինչ իրավական գործընթաց է պատրաստում նախաձեռնել եւ ինչու Տիգրանի դեպքը լուսաբանելու փոխարեն ոստիկանության ներկայացուցիչները կամ ներքին գործերի նախարարությունը որոշել է դիմել այլ քայլերի եւ բարի պատժողական քաղաքականություն այն անձանց նկատմամբ, ովքեր դեմ են դուրս եկել ոստիկանների, ովքեր դեմ էին ոստիկանական խոշտանգումներին, ինչպես նաեւ ովքեր աջակցել են Տիգրանին։ Բայց միևնույն ժամանակ մեր այսօրվա հավաքի նպատակը միայն այդ չէ։ Բոլորդ ավելի քան լավ տեղյակ եք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում պատրաստվում է մեծ հանրահավաք նվիրված արցախահայերին եւ նվիրված արցախայության առջև այս առաջացած բոլոր խնդիրներին։ Նախ եւ առաջ օգտվելով այս առիթից կոչ եմ անելու բոլորի մարտի 29-ին եւս ներկայանալ Ազատության հրապարակ, սա կարելի է համարել սկսված պայքարի սկիզբ։ Այսօրվա մեր նպատակը ոստիկանական խոշտանգումներն են, որոնք մեծ խնդիր են արցախցիների համար, ոչ միայն արցախցի Հայաստանի ցանկացած բնակչի, բայց առավել եւս արցախցիների համար։ Այսօր բարձրացված խնդիրը այդ է, բայց մարտի 29-ին բարձրացվելու է Արցախցու առջև տարածակ մնացած խնդիրները, որոնք մեկը չեն, երկուսը չեն, երեքը չէ, սկսած սոցիալական հատուցումներից եւ դուրս եկած գերիների վերադարձով։ Ամեն մի խնդիր արցախցու ամեն մի խնդիր պետք է բարձրաձայնվի եւ մենք պետք է ստիպենք Հայաստանի իշխանություններին հաշվի նստել նաև մեր հետ, այսինքն քննարկել նաև մեր մտածողությանը արկադարձնել այն, ինչը մենք ենք մտածում, այսինքն հաշվի նստել մեր հետ եւ մեր կարծիքը եւս հաշվի առնել։ Այստեղ հավաքվելու նպատակը ոստիկանապետի կամ ներքին գործերի նախարարի պարզաբանում ստանալն է, ինչ է առհասարակ կատարվում այս վարույթով, ինչու մինչև հիմա ոստիկանները ձերբակալված չեն եւ մինչև երբ է շարունակվելու այս ոստիկանական բռնությունը ոչ միայն արցախցիների, այլ նաև Հայաստանում բնակվող այլ անձանց նկատմամբ։ Պարոն Երիցյան, բայց կներեք, այսօր ոչ աշխատանքային օր է ու ներքին գործերի նախարարը եւ ոստիկանապետը հավանաբար չեն գտնվում շենքում։ Ուրեմն ինչու ենք ոչ աշխատանքային օրով հավաքվել։ Ես ավելի քան լավ պատկերացնում եմ, որ աշխատանքային օրով էս հավաքը կազմակերպելու դեպքում հավաքի մեծամասնությանը նկատմամբ կսկսվի քրեական հետապնդում, ինչ որ ներքին գործերի նախարարության կամ պետական կոմիտեի բնականոն աշխատանքի խոչընդոտելու համար։ Հիմա եթե այսօր հավաքի բոլոր մասնակիցները ներկայացել են այստեղ, թող բարի լինեն ներքին գործերի նախարարության որևէ ներկայացուցիչ, հենց օգտվելով ոչ աշխատանքային օրից, այսինքն այսպիսի առիթից ներկայանալ մեր բոլոր հարցերին տա պարզաբանում, այսինքն աշխատանքային գրաֆիկից չշեղենք, նրանց բնականոն գործունեությանը չխոչընդոտենք եւ այսպիսի խոսակցություններ մեր առջև չդրվի։ Այսօր ոչ աշխատանքային օրով այստեղ հավաքվելու նպատակը հենց այն է, որ ցույց տանք, որ մենք իրենց աշխատանքային բնականոն գործունեությանը չենք խոչընդոտում։ Մենք
մենք ընդհանրապես ցանկանում ենք ստանալ բարձաբանումներ մեր հետ կատարվածի վերաբերյալ։ Տիգրանի եւ մեր բոլորիս հետ կատարվածի վերաբերյալ։ Այն ինչ կատարվել է Տիգրանի հետ, պատկերացրեք, որ կատարվել է մեր բոլորիս հետ։ Այն ինչ կատարվել է ինձ հետ երեք, ես վստահ եմ, որ բոլորը դերցնում եք, որ կատարվել է նաեւ ձեր հետ։ Ինչու ենք այսօր հավաքվել, որովհետեւ այսօր ոչ աշխատանքային օր է, մենք որևէ ձեր իրենց աշխատանքին չենք խոչընդոտում, մենք ընդհանրապես ցանկանում ենք ստանալ բարձաբանումներ, քանի որ նրանք հրապարակային որևէ բարձաբանում չեն ներկայացնում։ Հնչական կոմիտեի խտրական վերաբերմունք է դրսևորում, ոստիկաններին առանձնացնում են իսկ արցախցի տուժած երիտասարդին առանձնացնում, ուստի մենք այսօր այս ամենի կապակցությամբ պետք է ստանանք հստակ բարձաբանումներ։ Առաջին հարցը ինչու մինչև հիմա ոստիկաններից որևէ մեկը ձերբակալված չէ, թող իրավական բարձաբանում տան այս ամենի կապակցությամբ։ Երկրորդը, ինչու նրանք շարունակում են պաշտոնավարել եւ նրանց որևէ մեղադրանք չի առաջադրում այն պարագայում, երբ որ արկա են բավարար հիմքեր, առավել քան բավարար հիմքեր նրանց մեղադրանք առաջադրելու համար, եւ երրորդը ինչ իրավական գործընթացներ են նրանք սկսել եւ պատրաստում դեռևս սկսել Տիգրանին պաշտպանող եւ աջակցող անձանց նկատմամբ։ Բոլորը տեղյակ եք, որ ոստիկանների նկատմամբ սկսվել է կարգապահական վարույթ, այսինքն նախաձեռնվել է ծառայողական քննություն, որպեսզի ծառայողական քննության շրջանակներում պարզվի ոստիկանները արդյոք գործել են ոչ իրավաչափ, թե իրավաչափ։ Հիմա մենք արդյոք բավարարում ենք ոստիկաններին թեկուզ կարգապահական պատասխանատվության ենթարկելով, այո թե ոչ։ Հիմա ոստիկանության ներկայացուցիչը այստեղ է եւ ասում է, որ պատրաստ է մեր բոլոր հարցերին տալ պատասխաններ։ Ես իհարկե չեմ բավարարվելու նրա պատասխաններով, բայց եկեք մոտեցեք բոլորս եւ փորձենք բոլորս միասին մեզ ուսող հարցերը տալ ոստիկանության ներկայացուցիչին։